Լևոն Ղազարյան, հարցս հետևյալն է. Ինչ վերջնական նպատակ էր հետապնդում ֆուտբոլային դիվանագիտությունը, արդյոք արժեր այդպիսի բանակցություններ վարել Թուրքիայի հետ եւ ի վերջո ինչը գնաց սխալ ուղղությամբ։ Ներողություն, ես ճիշտ լսեցի, որ վերջին բառերը սխալ ուղղությամբ։ Այո, որովհետեւ վերջնական Դուք ինչ նկատի ունեք սխալ ուղղությամբ, ի վերջո որ ասում եք սխալ ուղղությամբ, ի վերջոն ինչը նկատի ունեք 15 թիվը, 15 թվականին հետ պահանջեցիք, չէ՞։ Ես անկեղծ ասած ցավում եմ, որ ձեզ մոտ այդպիսի պատկերացում կա, այսինքն ո՞րն էր սխալ ուղղությունը, Հայաստանը դրանից ինչով տուժեց, կարող եք ասել։ Հարցը սարետորական է, ես պետք է չի որ պատասխանել, իմ կարծիքով մենք միայն շահել ենք դրանից եւ իմ գնահատականը չի։ Հիշում եք Միացյալ Նահանգների պետքարտուղարը Տիկին Կլինտոնը ինչ էր ասում, որ գնդակը հիմա Թուրքիայի դաշտում է։ Ես էլ մի ուրիշ ձև ասեմ, այո, մեր վարած ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում գնդակը մնաց Թուրքիայի դաշտում։ Բայց սրանց վարածի դեպքում բայրակտարները եկան մեր հայրենիք։ Ես կրկնում եմ այն, ինչ որ մի առիթով ասել եմ։ Գիտեք, երբ որ կարևոր որոշում ամարտ կայացնում, անկախ նրանից դա պետական կարևոր հարց է, թե անձնական կարևոր հարց է, միշտ կարծում եմ, գոնե ես այդպես եմ անում, միշտ ասում եմ, հաջողելու դեպքում որն է լինելու սրա օգուտն ու վնասը, չհաջողելու դեպքում որն է լինելու սրա օգուտն ու վնասը։ Կոնկրետ այդ հայ-թուրքական բանակցությունների ժամանակ, ընդ որում այդ բանակցությունները ինձնից առաջել էին գնում, մենք ուղղակի հրապարակայնացրել ենք այդ բանակցությունները, սա ակնհայտ փաստ է։ Բայց ինչու ենք հրապարակայնացնել եւ շարունակել, որովհետեւ հաջողության հասնելու պարագայում ես որևէ բացասական բան այդտեղ չէի տեսնում, թեև բնական է մեծ հակազդեցություն կար եւ այլն, բայց դա բոլորովին այլ պատմություն է, հեքիաթներ հնարեցին իբր իմ ցուցումով մեր ֆուտբոլի թիմը մարզահապուստի վրա ինչ-որ փոփոխություն էր կատարել եւ այլն, ինչը իրականությանը չի համապատասխանում, իբր իմ ցուցումով անջատվել է Ծիծեռնակաբերդի էլեկտրականությունը, լույսերն անջատվել են, ուղղակի զուտ զրպարտանք, այդպիսի բան չի եղել։ Ուզում եի անդրադառնալ կար նաեւ թե ինչ տեղի ունեցավ Բուրսայում, որտեղ մենք ենք գնացել, որ այդ ստադիոնը Աթաթուրքի անվան ստադիոն է։ Եվ այդ ստադիոնում միշտ Աթաթուրքի մեծ դիմանկարն էր լինում։ Եվ թուրքերը այնքան նրբանկատ են եղել, որ այդ խաղի պահին այդ դիմանկարը վարակորել են։ Հիմա շարունակեմ խոսքս այլ հարցությունով։ Մենք ունենայինք հարևան, որը այդքան էլ լավ հարաբերություններ չունի Ադրբեջանի հետ։ Մենք ունենայինք բաց սահմաններ, շփումներ եւ այլն։ Եվ դրա նախանշանը արդեն տեսանք մենք ապրիլյան պատերազմի օրերին, երբ որ ինչպես ասեցի, Մինսկի խմբի շրջանակներում Թուրքիան էլ դատապարտեց ադրբեջանական ագրեսիան, Ադրբեջանի ռազմական գործողությունների սկսելը։ Բա ինչ անեինք, չբանակցեինք, բերեինք, թողնեինք, հասցնեինք այն իրավիճակին, ինչին հասցրեցին սրանք, որ թուրքական կողմը միջական մասնակցություն ունեցավ 44 օրյա ռազմական գործողությունների, 44 օրյա պատերազմի։ Ստացվելու դեպքում մենք
խնդիր ունեինք։ Խնդիրներից մեկը հետևյալն էր, որ նույնիսկ մեր բարեկամները փորձում էին մեզ մեղադրել հայ-թուրքական հարաբերությունների բացակայության մեջ եւ ասում էին, որ դուք, այսպես ասեմ, ամբողջովին բարդութավորված եք ցեղասպանության հանգամանքով եւ այլն, դրա համար չեք ուզում թուրքերի հետ հարաբերություններ ունենալ։ Եվ մենք ապացուցեցինք, որ առանց թուրքերի կողմից, Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը պատրաստ ենք բանակցությունների հարաբերություններ ունենալու եւ բոլոր ամբողջ աշխարհը համոզվեց, որ հարաբերությունների բացակայությունը մեր խնդրումը չի, մեր պատճառով չի, դա ձեր բերում չի։ Իմիջիալոց, եթե այդ հարցը ձեզ հետաքրքրում է, ձեզ խորհուրդ եմ տալիս ընթերցել Սամվել Ֆարմանյանի գիրքը։ Դա շատ մեծ ինֆորմացիա պարունակող գիրք է եւ դուք շատ բան այնտեղ մանրամասներ կգտնեք հայ-թուրքական բանակցությունների մասին, Արցախյան խնդրի բանակցությունների մասին, շատ մեծ ինֆորմացիա կա, որը գրեթե, ինչ ասեմ, բառացի ճիշտ գրտությամբ վերարտադրել է էպիզոդները Սամվել Ֆարմանյանը։ Մարգարյան Տիգրան, Հայկական համալսարանի 8-րդ հոսքի ուսանող, շարունակելով տվյալ թեման կապված ֆուտբոլային դիվանագիտության հետ, պարոն Սարգսյան, ձեր խոսքում դուք նշեցիք գնդակը Թուրքիայի դաշտ գցելու մասին։ Ինձ հետաքրքրում է, արդյոք Հայաստանի Հանրապետության արտաքին դիվանագիտության նպատակը հենց ի սկզբանե Թուրքիայի դաշտ գնդակ գցելն էր ու ցույց տալն էր միջազգային հանրությանը, որ հենց թուրքերն են հանդիսանում ապակառուցողական կողմը։ Ոչ, դա նպատակ չէր, որտեղ ցանկացած բանակցություններում գոյություն ունեն գլխավոր նպատակներ, գոյություն ունեն երկրորդական նպատակներ։ Եթե ամենալավին չես հասնում, ամենայն դեպս չպետք է վնաս քաղես, եւ եթե վնաս չես քաղում, արդեն այստեղ որոշակի դա ցանկացած բանակցային process-ի ֆորմատ է։ Մեր գլխավոր նպատակը եղել է Թուրքիային զերծ պահել կոնֆլիկտի կողմ լինելուց։ Եվ գոնե մեր ժամանակահատվածում առերևույթ դա իրականացվել է։ Եթե ստորագրվեին եւ իրականության մեջ դա կիրականանա։ Բայց այդպիսի նպատակ, որ ինչ որ մեկին հատուկ դնել եւ ասել ես ամբողջ process-ը սկսում ենք, դժվարին process-ը սկսում ենք, որպեսզի հասնենք երկրորդական նպատակի, չէ։ Եթե ուշադիր եղաք, ես դա որպես չհաջողելու պարագայում եմ ասում, թե ինչ բոլոր դեպքերում փոքր, բայց օգտակար բան ունեցանք։ Բարի երեկո, ես Փիրուզա Մուսալյանն եմ,